Ադրբեջանական դատավարության հայաստանյան քաղաքական զարգացումների արցախցիների հասցեին հայտարարությունների համադրությունից ցավալի եզրահանգման է եկել հայ գերիներից Դավիթ Իշխանյանը։ Այն անդհատները պաշտոնական անձիկ, որ մեր հետ շփվում էին, հարաբերում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք, ինչպես կարող այդպես լինել, ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, որ ցավոք այդպես է։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահը ընտանիքի միջոցով նորից ձայնային հաղորդագրություն է հրապարակել։ Այս անգամ Իշխանյանը հանրության ուզում է պատմել իր տպավորությունների ու համոզմունքի մասին, թե ինչու են իրենք մինչև հիմա Բաքվի բանտում։ Ցավոք զարգացումները եւ այս դատավարության գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թվում Հայաստանում տեղ ունեցող քաղաքական զարգացումներին համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում, որպեսզի ուրիշ կարծիք ունենանք, այլ այդ կարծիքը դառնում է համոզմունք, խաղաղություն եւ դատավարություն, շատ յուրահատուկ է։ Արցախցիների հասցեին ուղղված մեղադրանքների ու խոսքերի մասին էլ Իշխանյանը նշում է առանց անունների։ Վարչապետ Փաշինյանն այս նախընտրական արշավի ընթացքում ղարաբաղցիների հասցեին զգուշացումներն ու հռետորաբանությունը սաստկացրել է, հատկապես պայթեց արցախցի Արթուր Օսիպյանի հետ բանավեճի ժամանակ։ Ծպտունները Ղարաբաղի պաշտոնյա նախկին Ուրեմն չգիտեմ, ինչ-որ պսևդոէլիտային ներկայացուցիչ է, մեկի ծպտունը դուրս չկա, մեկի ծպտունը դուրս չկա, ամեն ինչ չափկա սահման կա, մեկի վերընկեք տեղներդ, ներվերներիս հետ մի խաղացեք, վերընկեք տեղներդ։ Բոլորի համար էլ պարզ է ով է մեղավորը եւ ում գործունեության հետևանքով տեղի ունեցավ այդ ամենը, նշում է Արցախի նախկին պաշտոնյանն ու էլի առանց անունների։ Հատկապես վերջին զարգացումների վրա, երբ որ ղարաբաղցիների հասցեին ինչ-որ, այսպես ասած, իրականությանը չհամապատասխանող բաներ է փոխանցում, բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը, ով եւ ում, այսպես ասած, գործունեության արդյունքում այս ամենը տեղի ունեցավ։ Ինչևէ, 3 տարի է, մենք այստեղ ենք, մոտորապես 3 տարի է, պիտի ասեմ, ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ ոգու եւ ոչ կամքի ուժը մեզ չեն լքել եւ չեն դավաճանել։ Դավիթ Իշխանյանի այս հրապարակմանը իշխանական թևից դեռ չեն արձագանքել։ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ասաց, թե ամեն ինչ անում են հայ գերիներին ազատելու համար, ու միաժամանակ մեղադրեց ընդդիմադիրներին, թե նրանց ելույթները բացասաբար են ազդում այս հարցի լուծման վրա։ Ադրբեջանում էլ են, չէ, հետևում քաղաքական խոսույթի։ Հիմա տեսնում են, չէ, Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով են հանդես գալիս։ Հիմա դա ազդում է այդ ընդհանուր process-ի վրա։ Իհարկե ազդում է։ Դավիթ Իշխանյանը դաշնակցական է, Փաշինյանը դաշնակցությանն ու հիմնական մրցակիցներին մեղադրում է Արցախը հետ բերելու մտադրությունների համար, բայց այդ ուժերից պնդում են, որ արցախցիների վերադարձի իրավունքն են առաջ մղելու, հետ բերելու մասին ոչինչ չեն խոստանում։ Այդ տրամաբանությամբ, եթե նույն դաշնակցությունը մոտավորապես զարգացնում այն միտքը, թե ասենք օրինակ Ղարաբաղը հետ ենք բերելու, չէ, այսինքն տրամաբանական է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա միանա այդ բանին, այդ process-ին։ Ադրբեջանական ռազմական դատարանում ցմահ ազատազրկման դատապարտված Իշխանյանը շարունակվող ապօրինությունների մասին էլ է խոսում։ Մինչև հիմա նույնիսկ մեղադրանքի ու դատավճռի ամբողջական տարբերակը հասանելի չէ իրենց։ Բողոքարկել է դատարանի վճիռը նիստը հուլիսի 2-ին է։ Կարևոր պաշտպաններից մեկը, որ իր խոսքի ընթացքում բարձրաձայնեց, չհամբերեց պարզապես սպորտկաց եւ ասաց, որ մենք մեր սերունդների առջեւ ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար։ Դա էր ամբողջ գնահատականը։ Արցախցի նախկին պաշտոնյան 20 օր առաջ էր ահազանգել իր նկատմամբ ապօրինությունների մասին, դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ ադրբեջանական կողմից ստանա մեղադրանքի ու դատավճռի ամբողջական տեքստը եւ փոխանցի իր ընտանիքին։ Պաշտպան Մանասյանն արձագանքել էր, թե իր լիազորությունների սահմանները Բաքու չեն հասնում։ Անհրաժեշտ է հստակեցնել այցի նպատակը, դարձյալ նորից եմ կրկնում, սիրելի քաղաքացիներ, մարդու իրավունքների պաշտպանը, եթե կարծում եք, որ կարող է գնալ որևէ երկրում մշտադիտարկում անել ազատությունից զրկման վայրերում, դա այդպես չի լինելու։ Ես սպասում եմ, ամենայն դեպս եւ իմ ընտանիքը սպասում է։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե շինծու է, հաղթում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի
եւ պաշտպանենք մեր իրավունքները։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքվի բանտից ուղերձներ են հղել նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրանք ահազանգում են, որ այնինչ կատարվում է ադրբեջանական դատարանում էթնոքաղաքական վենդետա է հայ ժողովրդի դեմ։ Ռուբեն Վարդանյանն ուղիղ քննադատել էր Նիկոլ Փաշինյանին, նրա առաջին հանրապետության օրվա առթիվ ռազմական շքերթը որակել անբարոյականություն, երբ հայ զինվորականները Բաքվի բանտերում են ու զրկված տարրական մարդկային իրավունքներից։